գնդակով են մեծ հայքի ֆուտբոլիստները դարպասապատ Էլեգինը վերցնում է գնդակը Ուժեղ փոխանցում առաջ Զարգարյան դեպի Նաչի Եզր Վարսեղյան Եվ տեսնենք հայտնվում է գնդակը Ծախի եզրում Զարգարյան, բայց անցնել գնդակին չստացվեց այստեղ Եզրային նետում կլինի Արշակյան աչի եզրում է, թողեց գնդակը Խաղանկերոչը, Մկրչյան, փոխանցում դեպի Ձախի եզր, Դանիելյան Թողեց գնդակը Արաքելյանին դեպի Ձախի եզր, Դանիելյան Պահում է գնդակը մեծ հայքի ֆուտբոլիստը Փոխանցում դեպի Դավիթ Արաքելյանը, վերջինս կենտրոնում է Արշակյան Հակոբյանի հետ է խաղում այստեղ Հակոբյանը պահեց գնդակը դեպի Դավիթ Արաքելյանը, վերջինս ընդունել է գնդակը, տեսնենք ինչ շարունակություն է մտածել Մկրչյան համար պայքար է մղում և պետք է սպասել Դավիթ Արաքելյանի վնասվածքը կարծես թե լուրջ է, առաջին հայացքից այդպիսի տպավորություն էր Հուսանք, որ կարողանա կանգնել և շարունակել հանդիպումը Կա մրցավարի սուլիչը եզրային նետում կտեսնենք Ստացվեց պայել գնդակը, Երեմյան փոխանցում Շահինյանի ուղղությամբ, վտանգավոր Շակագրո է, տեսնում եք փոխանցում այստեղ, բայց Բագրատ Արաքելյանը նահանջեց և հեռացրեց գնդակը Այս իրավիճակում եզրային նետում Աչ եզրում է գնդակը, տեսնում ենք փոխանցում, Երեմյանը փորձեց հարվածել, բայց չստացվեց, անկյունային կլինի Աչ եզրից Տեսնում ենք փոխանցում, հեռացված է գնդակը, Վարսեղյանն է փորձում, բայց ստացվեց դիպուկ գտնվել Դավիթ Արաքելյան, խորքից ուժեղ փոխանցում առաջ, այստեղ Հակոբյանն է ընդունում գնդակը, Դանիելյանը ձախ եզրում է Հակոբյան, փոխանցում դեպի Բագրատ Արաքելյանը Վերջինս ձախ եզր է ուղարկում գնդակը, Դանիելյան, Հակոբյան, երկարատև գրո է մեծ հայքից Մկրչյան և Շահինյանն է այստեղ փորձում գնդակ խլելու, ստացվում է Վուլֆսի մոտ Զարոյան ուժեղ փոխանցում առաջ, Մամիկոնյանն այստեղ բաց թողեց գնդակը և գոլ Վուլֆսից 2-1, այսպես վերջնամասում Վուլֆսը առաջ է անցնում հաշվի մեջ, 2-1 այս խաղում, միջև վերջ գնաց Շահինյանը իհարկե, բայց միջև այդ անհաջող գործողություն եղավ Դարպասապա չհասցրեց խոտածածկից անդրադարձը իհարկե շատ վտանգավոր անդրադարձը իրականում և այստեղ ճակատագրական երևի թե հետևանք ունեցավ ու տեսնենք հիմա մեծ հայկը կփորձի հետ բերել կորցրածը, բայց արդեն ոչ ոքի համար կգրոեն, հետո եթե ստացվի իհարկե նաև հաղթանակի, բայց այս պահին հաղթանակի մասին խոսելը կարծում եմ շատ վաղ է, այնպես որ տեսնենք քիչ ժամանակ և մեկ գնդակ ոչ ոքի համար, Զարոյանը այստեղ տիրում է գնդակին, ձախ եզրում Երեմյանը բացվեց, բայց
Արշակյանն է խլում կատարում ու եզրային նետում արծիվները կնետեն եզրից սայթակեց այստեղ Առաքելյանը ուսանք որ այս վայրեջքը լուրջ հետևանքներ չի թողնի Խորքից տեսնում ենք ուժեղ փոխանցում առաջ Կարապետյանը այդ փոխանցում կատարեց Մամիկոնյանը վերցնում է գնդակը եւ դեպի ձախ եզր ուղարկում Բագրատ Առաքելյանն է այստեղ տիրեց գնդակին եւ Արպասապա Տելեգինն է վերցնում գնդակը Երեմյան Բագրատ Առաքելյան դեպի Դանիելյանը Եվ հեռացնում է Վոլֆսի ֆուտբոլիստները Դավիթ Առաքելյան դեպի Տուգանային հրապարակ, բայց չստացվեց այստեղ եւ փոփոխություն կլինի մեծ այքի կազմում Արշակյանը փոփոխություն կատարեց այստեղ Վաբանկի է գնում մեծ այքը իհարկե ամեն ինչ կթողնեն թիկունքում ռիսկերը եւ այլն ու կմտածեն միայն առաջ գնալու մասին Առաքելյան փոխանցում դեպի Արշակյանը վերջինս թողեց Տարպասապային Շահինյան այստեղ արձագանքեց Զարոյան, բայց բարձր ստացվեց այս փորձը Ֆարվաս Տարպասից կլինի Արշակյանը գլորում է գնդակը Դավիթ Առաքելյանի ուղղությամբ մեկապումով դեպի Մկրտչյանը Առաքելյան պայեց գնդակը դեպի Մկրտչյանը փոխանցում է հետևում Դեպի աչ եզր եկավ գնդակը Տրիշիլովի արձագանքից հետո Բագրատ Առաքելյան մնում է գնդակով այդ փոխանցում դեպի Վահագն Արշակյանը վերջինը շարժում է առաջ եւ նորից Արշակյանը գնդակով է փոխանցում ձախ եզր Առաքելյան ուղարկեց գնդակը Դանիելյանի ուղղությամբ արված ու գնդակը ցանցում է Դանիելյան 2-2 այս խաղում Իսկ այս գնդակը Դանիելյանից ոչ ոք խլել չի կարող Տելեգինը բաց էր թողել իրենից աչի անկյունը եւ Արայիկ Դանիելյանն այստեղ գործի է դնում վարպետություն իհարկե 2-2 այս խաղում հանդիպման 53-րդ րոպեն է արդեն եւ սա վերջնամաստ է որոշիչ հատվածը Մրցավարի սուլիչը խաղարկում են գնդակը Վոլֆսի ֆուտբոլիստները Զարոյան փոխանցում դեպի ձախ եզր Երեմյան ուղարկում է գնդակը Զարգարյանի ուղղությամբ եւ տեսնենք Մամիկոնյանը դուրս եկավ իր տեղից ու խլել է գնդակը Տրիշիլով եւ ավելի լարված իրավիճակ դարձավ այս հպումից հետո Մկրտչյան Աչ եզրում է պահում է գնդակը Գևորգյանն է փորձում Փակել Մկրտչյանը մնում է գնդակով եւ կար խախտում այստեղ ու դեղին քարտ կտեսնենք Զարգարյանը դեղին քարտով է զգուշացվելու եւ տեսնենք ստանդարտ ինչպես կիրացնի մեծ այքը դեղին քարտ է եղել ամեն դեպքում արագ խաղարկել չեն կարող միայն սուլիչով Եվ տեսնենք այս փորձը, ինչպես կստացվի աչ եզրից մեծ այքի ֆուտբոլիստները կիրացնեն։ Կա մրցավարի սուլիչը։ Աչ եզրից տեսնում ենք հարվածի փորձ այստեղ եւ չափազանց վտանգավոր ստացվեց ու լարված այս իրավիճակը։ Աչ եզրից անկյունային
Կա մրցավարի Սուլիչը, տեսնում ենք փոխանցում, Բարսեղյանն այստեղ աշխատեց պաշտպանությունում, աչքի եզրից անկյունային կլինի։ Եվս մեկ փոխանցում, այստեղ Տելեգին հեռացնում է և Կարապետյանը փորձեց, բայց դարպասի ուղղությամբ չգնաց գնդակը, Մկրտչյանը ձախ եզրում է, փոխանցում դեպի Առաքելյանը, Մկրտչյան հետևում է արված ու դարպասաձողին է դիպչում գնդակը։ Շատ վտանգավոր պահ։ Եվ Բարսեղյանն է առաջ ուղարկում գնդակը, Արշակյանը պաշտպանությունում հաջող գործեց, Զարգարյան դեպի ձախ եզր է գալիս գնդակը։ Գևորգյանը փորձեց խլում կատարել, չստացվեց, Առաքելյան Մկրտչյանին է թողնում գնդակը, անդրադարձ Դանիելյան տիրեց գնդակին արված ու չստացվեց այստեղ։ Քիչ էր մնում, երրորդ գնդակը մեծայքն ուղարկել մրցակցի դարպասը և հաղթողի կարգավիճակում լիներ։ Եվ Բարսեղյանն է առաջ ուղարկում գնդակը, Կարապետյան և Տրիշիլովն այստեղ դեպի աչքի եզր ուղարկեց գնդակը, Զարոյանը Զարգարյանի ուղղությամբ է փոխանցում կատարում, դեպի Գևորգյանը ձախ եզր, մեծ ուժերով Վուլֆսը գնացել է առաջ, Զարգարյան, տեսնում ենք արված ու այստեղ շատ վտանգավոր, ևս մեկ պահ և անկյունային, ինչի նշանակում մրցավար, ինչը զայրույթ առաջացրեց Վուլֆսի ֆուտբոլիստների մոտ, Դանիելյանը ձախ եզրում տիրում է գնդակին ու գնա առաջ, մեծայքի համար այսօր շատ կարևոր գոլ արդեն խփել է երկրորդ գնդակը և հիմա գնում է երրորդի հետևից արծիների թիմը, օդային փոխանցում, ցատկեց Առաքելյանը և մնացել է գնդակը դաշտի սահմաններում, մրցավար ամենայն դեպս չի սուլել, Մկրտչյան պայքարում է ցանկացած գնդակի համար, Դանիելյան Տուգանային հրապարակում է, հաջող խլում ստացվեց, արված այստեղ ու դիպուկ գտնվել չի ստացվում։ Ինչ է կատարվում, որքան պահ ուներ մեծայքը, բայց շարունակում են չօգտագործել իրենց հնարավորությունները, արդեն վաղուց երրորդ գնդակի ժամանակն էր, Մամիկոնյան, Երեմյանն է պրեսինգի գնացել։ Եզրային նետում այստեղ Զարոյան և դարպասապա Մամիկոնյանն է տիրում գնդակին այստեղ, փոխանցում դեպի ձախ եզր, Դավիթ Առաքելյան, Դանիելյանին է ուղարկում գնդակը, Դանիելյան մնում է գնդակով, Դանիելյան այս անդրադարձից հետո և խաղի կանոնների խախտում է արձանագրում հանդիպման մրցավարը։ Տեսնենք այս ստանդարտը ինչպես կստացվի, որն իրացնելու է մեծայքը։ Եվ տեսնենք այս ստանդարտը ինչպես կստացվի, Դավիթ Առաքելյանն է գնդակի մոտ, այս հանդիպման առաջին գոլի հեղինակը ու տեսնենք ինչպես կստացվի։ Կա մրցավարի Սուլիչը, Առաքելյան ու գնդակը ցանցում է, գոլ 3-2, դուբլ Դավիթ Առաքելյանից և մեծայքը վաստակում է 3 միավոր։ Այո, մաց ու ստանդարտ վաստակեց Դանիելյանը և գնդակը մխրճեց դարպասում, Դավիթ Առաքելյանը 3-2 և արծիվները հաղթում են այս խաղում, շատ հետաքրքիր հանդիպում էր, ինչպես անցած խաղի արդյունքում և 3-2 այս խաղն ավարտված է։